Շնորհակալություն։ Իրականում հատկապես զգայուն ժամանակաշրջանում եւ զգայուն թեմաների վերաբերյալ մշտապես որոշակի նարատիվներ կան, որոնք շրջանառվում են ինչպես արտաքին մեդիայի կողմից, այդպես էլ ներթափանցում են մեր հայկական մեդիատիրույթ։ Եվ սա ցցուն մեկ դեպք է, որի ընթացքում միանգամից նաեւ տեղեկատվական մեծ գրող եւ մեծ արշավ գնաց եւ մանիպուլատիվ վերնագրերով ու բովանդակությամբ հոդվածները տեղ էին գտնում որոշ միջազգային հրապարակումներում, ինչպես նաեւ հայաստանյան մամուլում։ Իրականում, եթե մենք խոսենք այն հիբրիդային հարձակումների չափաբաժինը, որը ունենք եւ դրա կարևոր բաղադրիչը ապատեղեկատվությունը, ապա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռ նախորդ տարվա, այսինքն 2025 թվականի մայիսից սկսած որոշակի աճ կա, նարատիվների հստակ թիրախավորում կա, որը գնալով ահագնացում է։ Եվ կարող եմ նշել, որ այս տարվա արդեն մարտ ամսից սկսած, այսինքն առաջին այս 20 օրերի ընթացքում դա անգամներով աճել է։ Հիմնականում թիրախում զգայուն թեմաներն են, զգայուն նարատիվները, դա ինքնությունն է, ինքնիշխանությունն է, կրոնի վերաբերյալ թեմաներն են, ժողովրդական արժեքներն են եւ ժողովրդավարության հետ կապված ինստիտուտների նկատմամբ թերահավատությունը։ Եվ սա ընդգծվում է այն համատեքստում, որ առաջիկայում ընտրություններ են եւ շատ ու շատ մանիպուլատիվ արշավներ հստակ ուղղորդված են Հայաստանի դեմ։ Կառավարությունը ինչ ինստիտուցիոնալ մեխանիզմներ է ներդնում նման ապատեղեկատվության դեմ պայքարի համար եւ այդ պայքարը կայուն դարձնելու համար։ Իրականում տեսեք, ապատեղեկատվությունը ինչպես նախորդիվ նշեցի, բոլորիս հայտնի հիբրիդային պատերազմի ընդամենը մեկ փոքրիկ բաղադրիչն է։ Կարևոր նախադրյալն այն է, որ մենք ժամ առաջ, րոպե առաջ, այսինքն վաղաժամ հայտնաբերում ունենանք այդ ապատեղեկատվական արշավների, որովհետև ինչպես գիտենք, շատ հաճախ նման լուրերը հայտնվում են ինչ-որ հայելային կայքերում, այսինքն հայտնի Le Monde, Figaro, ինչ-որ մեկ պարբերականի, այո, կրկնօրինակում մեկ տարի մեկ կետի տարատպմամբ եւ տպավորություն է ստեղծվում հանրության մեջ, որ միջազգային որևէ հեղինակավոր պարբերական այսպիսի ցցուն ինչ որ լուրեր է հայտնաբերել եւ այդտեղ կարող են լինել տարբեր թեմաներ, որոնք զգայուն են։ Վերջերս օրինակ օրգանների վաճառքի հետ կապված թեմա կա, շատ թեմաներ կան պարոն վարչապետի գույքի հետ կապված, որ արտերկրում տարբեր գույքեր ունեն։ Այո, որտեղ չունենա ինչ որ անշարժ գույք ըստ որոշ վերլուծաբանների նաեւ, եւ ինչ է ստացվում, որ այնուհետեւ դա որոշ կերպով ամպլիֆիկացվում է, այսինքն հիմնականում X հարթակում դա տարածվում է բոտերի միջոցով, իսկ ընդամենը օրեր առաջ Եվրոպական միությունը հրապարակեց զեկույց արտաքին մանիպուլյացիաների մասին, որտեղ անդրադարձ կար նաև Հայաստանին, մենք գիտություն ենք ընդունել այդ զեկույցը նաև գործընկերների, որտեղ հստակ ֆիքսվում է նաև այն փաստերը, որով մենք ենք հայտնաբերել, այսինքն բոտային ցանցերի օգտագործում։ Մեկ լուրը հայտնվում է եւ X հարտակում միանգամից 100,000-ավոր օգտահաշիվներով տարածվում է։ Այստեղ Storm 15-16 եւ հայտնի Matryoshka կոչվող բոտն է գործում, որից հետո արդեն մենք որոշակիորեն շղթան նշмарել ենք, թե ինչպես է աշխատում, ներթափանցում է հայկական որևէ մեդիատիրույթ։ Շատ պատահական, խիստ պատահական, որպես կանոն այդ մեդիատիրույթը աֆիլացված է որևէ քաղաքական ուժի հետ ընդդիմադիր, որից հետո անգամ երբ որ պաշտոնական հերքում է լինում կառավարության կողմից, քաղաքական գործիչները կարող եմ նաև անուններով թվել, շարունակում են այդ կեղծ տեղեկատվությունը շրջանառել։ Այսինքն հերկվել է պաշտոնական հերկումը, եղել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման հայտնելուց հետո ընդդիմադիր գործիչները շարունակում են տիրաժավորել դա։ Եվ այստեղ մենք հայտնաբերում ենք, որ այս շղթան պատահական չէ, բնավ պատահական չէ։ Դրա համար մեր գործիքակազմը շարունակում է մնալ նույնը՝ վաղ հայտնաբերում, համապատասխան ամբողջական փաստարկված հիմնավորում, այսինքն որ տվյալ տեղեկատվությունը կեղծ է, եւ առաջիկայում պատրաստում ենք նաեւ ներդնել մեկ գործիք այժմ թեստավորման շրջանում է, որը հնարավորություն կտա ցանկացած քաղաքացու ինքը ստուգի այդ տեղեկատվությունը կեղծ է թե իսկական, եւ դա որոշակիորեն հարթակ կլինի, այսինքն պատուհան, որը տեղադրված հնարավորության դեպքում կլինի պետական կայքերում, հնարավորություն կունենանք ինտեգրվել նաեւ լրատվական կայքերում, անձը կկարողանա որևէ հղում դնել եւ իսկությունը բարձել նյութի։ Կարծում եմ սա լավագույն միջոցը կլինի։ Տիկին Բաղդասարյան, ընդդիմադիրներն էլ պնդում են, որ իրականում հիբրիդային հարձակումը դա քաղաքական ձևակերպում է եւ սա իշխանությունները ներդրել են, որպեսզի ցույց տան, որ իբր արտաքին սպառնալիք կա եւ չեզոքացնեն ներքին քննադատությունը։ Հիբրիդային պատերազմներին եւ հիբրիդային վտանգներին, արգելի պարոն Ղազարյան, այսօր ինչպես գիտեք, առերեսվում են շատ երկրներ, ոչ միայն Հայաստանը։ Եվրոպական մի շարք քննարկումների հարթակում հիմնական թեման շարունակում է մնալ հիբրիդային պատերազմը, որովհետեւ արկա իրավիճակներում եւ արկա պայմաններում սա շատ թիրախային եւ ճշգրիտ աշխատում է։ Այսինքն սա խնդիր է, որի հետ միայն Հայաստանը չէ, որ առերեսվել է։ Մոլդովայի փորձ ունենք, Ռումինիայի փորձ ունենք եւ այսպես կարող եմ շարունակաբար թվարկել եւ ովքեր են եւ ինչպես են թիրախները։ Ինչու է ընդդիմությունը սա շահարկում, որովհետեւ ապապետական խոսույթը լեգիտիմացնելու ավելի հիմնավոր թեզ չունեն իրենք։ Եվ երբ որ իրենք ուղղորդված աշխատում են պետության դեմ, պետականության դեմ, Հայաստանի ինքնիշխանության դեմ, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, սա կարծում եմ լավ թեզ է, որ տեսեք հիբրիդային ասվածի տակ իշխանությունը փորձում է լրացնել մեզ։ Իսկ արդյոք լուրը այսօր որևէ քաղաքական գործիչ կամ մամուլ։ Ասում են դա խոսքի ազատության սահմանափակում է։ Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ։ Եվ եթե այն
սպառնում է, վտանգում է ազգային անվտանգությանը, այո, այստեղ կարող են խնդիրներ ծագել։ Իսկ մենք այնուամենայնիվ ապատեղեկատվությանը վերաբերվում ենք որպես արտաքին անվտանգային միջամտություն։ Եվ թերևս որևէ մեկը չի կարող ասել, որ ապատեղեկատվություն տարածելու արդյունքում որևէ լրատվամիջոցի գործունեություն կասեցվել է։ Բայց ես կարծում եմ, որ այն տրամադրությունները եւ այն մթնոլորտը, որը ստեղծվում է մեր հանրության մեջ, պետք է ուշադրության արժանանա, որովհետեւ թիրախավորում են անձանց, ինչն է հիմնական նպատակը։ Հավատացեք, անգամ երևի թե որևէ քաղաքական կուսակցություն չէ, անհատիկ չէ, չնայած որ այս շրջանում հատկապես պարոն վարչապետի պաշտոնատար անձանց մասին բազմապիսի ստեր են սփռվում։ Եվ այստեղ կարծում եմ կարևոր շեշտը հանրությունն է ու հանրային վստահությունը, որովհետեւ մեր հասարակությունը հիմար չէ։ Հասկանում եմ, որ երբ որ ասում են, որ Հայաստանում պետք է մզգիթներ կառուցվեն, երբ որ ինչ-որ ցնդաբանություններ են հորինում, որովհետև երբեմն մարդկային բանականությունից դուրս է, հանրությունը իհարկե չի հավատա, բայց այդ տեղեկատվական քաոսի մեջ կարող է հանրային վստահությունը տուժել։ Այսինքն սովորական քաղաքացին չի կողմնորոշում, թե որ թեզն է ճիշտ, ինչին հավատալ եւ ինչին ոչ։ Այս սա է խնդիրը։ Մյուս թեզը, որ ասում անդիմությունը, Տիկին Բաղդասարյան, նրանք ասում են, այո, ապա տեղեկատվություն կա, բայց դրա ներգործությունը եւ համակարգվածությունը եւ որպես արտաքին վտանգ սպառնալիք ներկայացնելը դա խիստ չափազանցություն է։ Թույլ տվեք կրկին չհամաձայն։ Սուտ է, իմը որտեղ չի պատահ։ Ասում են իշխանական ԶԼՄ-ները սուտ չեն ասում, չեն գրում։ Շատ լավ, երբ որ համակարգված ձևով այժմ արդեն արհեստական բանականության օգտագործման միջոցով կեղծ փաստաթղթեր են ստեղծվում եւ որոշ քաղաքական շրջանակների կողմից դրանք տիրաժավորվում են։ Կհիշեք հայտնի Թաթոյանի այն պնդումը, որ անձնագրեր են տպվել եւ ադրբեջանցիներ են գալու Հայաստան, այն թեզերը, որ տարածվում են օրինակ Մարգարիտ Եսյանը, եթե չեմ սխալվում, հանրապետական կուսակցությունից կապված Արաքսի ջրերի հետ։ Այդ կեղծ լուրը հերկվել էր, բայց ինքը շարունակաբար տիրաժավորվում էր եւ իդեպ ՀԿ-ի պաշտոնական էջում դա եւս հրապարակվել է։ Արդյոք սա ապատեղեկատվական ծավալ չէ։ Երբ որ արհեստական բանականության միջոցով գեներացվում են տեսանյութեր, նմանակում են ձայներ, անգամ եթե չեմ սխալվում, քրեական գործ կա հարուցված, որ պարոն վարչապետի ձայնն են կեղծել եւ այդպես տեսանյութեր տարածվել։ Նույնը շատ դեպքերում առավելապես մեր տարեց քաղաքացիները արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութը կարող է չտարբերակեն իրականից։ Եվ սա խնդիր է։ Եվ այստեղ կարծում եմ, որ հատկապես օրենսդրական որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա, եւ գիտեմ, որ հիմա այս բանի ինչ-որ գործընթաց է տեղի գնում, որ արհեստական բանականությամբ ստեղծված կոնտենտը որոշակի մակնշում ունենա հանրային սփռման տիրույթում, այսինքն հանրային մուլտիպլեքսում հեռուստաընկերությունների համար, որովհետև հատկապես նախընտրական շրջանում այն ինչ որ մենք օրինակ տեսել ենք Մոլդովայում, երբ այնտեղ նախագահ Սանդուի դեմքով պատրաստված էր տեսանյութ, նստած խոսում էր եւ շատ քաղաքացիների համար բարձ չէր, դա իրական է թե ոչ։ Նույն վտանգը մենք կանխատեսում ենք նաեւ որ արհեստական բանականության միջոցով կարող են բազմապիսի փաստաթղթեր ստեղծվել, որոնք խիստ նման կլինեն պաշտոնական փաստաթղթերին։ Եվ ինչ որ մի փուլում դա սփռվի եւ ասեն, որ օրինակ պետական կառույցներից այս ինչ թվով մեծ ինֆորմացիայի արտահոսք է եղել, այնինչ դրանք կեղծ են, կեղծ ձայն, կեղծ վիդեո կոնտենտ, կեղծ փաստաթղթեր, այս ամենի համատեքստում մենք տեսնում ենք, որ գործ ունենք համակարգված, ուղղորդված որոշակի գործողությունների հետ, որոնք անվտանգային խնդիր են առաջացնում։ Տեսեք, ընդդիմությունն էլ ասում է, ինչ խոսում ենք, իշխանությունը ասում է հիբրիդային է։ Ինչ խոսում ենք, ասում ենք, էս լավ չի, այն լավ չի, ստեղ սխալ է, ստեղ ճիշտ չի։ Իշխանությունը միանգամից ասում է, սա հիբրիդային սպառնալիք է, որը գալիս է դրսից։ Իրանք ասում են, այսինքն դուք քննադատելի եք։ Ցանկացած խոսույթ պետք է լինի փաստահեն, այսինքն հենքում պետք է լինեն փաստեր եւ իրական տեղեկատվություն։ Երբ որ ապրիորի ինչ որ ենթադրություն է արվում եւ դա որևէ իրական հիմք չի ունենում, բարձր է որ պետք է հակադարձում լինի։ Երբ որ ասում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները ներգրաված են մանկավաճառության մեջ, օրգանների վաճառքի մեջ եւ դա տիրաժավորում են, դրան համապատասխան արձագանք պետք է չլինի։ Ես կարծում եմ, որ պետք է լինի եւ նույնիսկ ավելի խիստ, քան հիմա կա։ Եվ շատ դեպքերում, եթե թույլ տաք օրինակներ բերել, երբ որ օգտագործում են օտարերկրյա մեդիայի կոնտենտը եւ իրենց տարբերանշանները, վերջերս Al Jazeera-ի եւ իդեպ Euronews-ի հետ կապված դեպք ունեցանք, խոսում էր վարչապետի գույքի մասին, որ դիցուկ Դուբայում X Տուժել է հարցակման։ Եվ նույնիսկ ես հերքել էի, որ արժեքը ոչ թե 170 միլիոն է, այլ 70 միլիոն է, բայց ես նման հարցազրույց չի տվել։ Եվ մենք նամակով պաշտոնապես դիմեցինք Euronews-ի մեր գործընկերներին, Euronews-ը ամբողջական ռեպորտաժ պատրաստեց, նշեց, որ իրենց լոգոն է օգտագործվել անբարեխղճորեն, իրենք երբևէ նման կոնտենտ չեն արտադրել, եւ սա ինչ է ստեղծում, որ իրենք այնքան են արդեն առաջ գնացել, որ կեղծ տեղեկատվությունը տարածելուց օրինակ խոսնակի հերքումն էլ կեղծ հերքումն էլ ներդնում են մեջը։ Եվ մենք այստեղ որոշակի կապ ենք տեսնում նյութի ապատեղեկատվական նյութի ծագումնաբանության, իր տարածման մեխանիզմների, վերջնական լսարանի եւ դերակատարների միջև։ Եթե ես ձեզ թիվ ասեմ, չափազանցություն չթվա, որ 2025 թվականի մայիսից առ այսօր 80-ից ավել նման դեպքեր ունենք։ Որոշ նյութեր տարածվել են մեր մեդիատիրույթում։ Որոշ նյութեր այնքան դրամաբանությունից հեռու են, որ անգամ հայկական մեդիան երևի թե
պատե չի գտել տարածել, որովհետև ցնդաբանության շարքից է։ Բայց նաև ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն գործընկերներին, քաղաքասարակությանը, բարեխիղճ մեդիային, որոնք ճիշտ բային արձագանքում են եւ ճիշտ հերքումները տալիս են։ Բավականին հետաքննական մեծ թվով նյութեր կան պատրաստված, կան հարթակներ, որոնք շատ ակտիվ համագործակցում են, եւ այստեղ է որ մեր գործընկերների օգնությունն ու աջակցությունը մշտապես կարևոր է մեզ համար։ Տիկին Բադասյան, տեսեք, ձեր խոսույթից եւ ընդհանրապես իշխանության խոսույթից տպավորություն է, որ այդ հիբրիդային գրոհները կատարվում են միայն իշխանության դեմ, հետեւաբար դրա շահառուն ընդդիմությունն է, բայց ընդդիմադիրները ասում են կներեք, բա մեր դեմ, օրինակ Քոչյանը հա բողոքում էր, չէ, ասում են որ անդադ կեղծ քարոզներ էին տանում, որ ինքը ունի միլիարդներ, ասում են 3 միլիարդ շուտ պարզվեց, այնտեղ խնդիրը միլիարդների մեջ է, հստակությունը չէ, միլիարդատեր չի, խափում էին։ Երկրորդ, ասում են, եթե այս ընդդիմադիրներից ընտրվեն, կլինի պատերազմ։ Նրանք ասում են, սա հիբրիդային հարձակում է, ինչ պատերազմ, ով իրանք ասում են, մենք ասում ենք խաղաղություն, իշխանությունները անդադ պնդում են, որ հենց մենք ընտրվենք կլինի պատերազմ։ Սուտ է, ասում են, սուտ է, բա ինչի հիբրիդա, այսինքն իրանք ասում են հիբրիդային հարձակման տակ մենք էլ ենք։ Ես ուզում եմ պարոն Ղազարյան, այստեղ մեր հիշողությունը բոլորից հավաքական լարենք եւ հիշենք նախորդող 2 տարիները։ Այն բոլոր դեպքերում, երբ որ բոլոր ընդդիմադիրները միաբերան, բավականին սինխրոն կերպով ասում են, որ պատերազմ է լինելու, 6 օրից պատերազմ է լինելու, 7 օրից պատերազմ է լինելու, վարչապետը եւ քաղաքական թիմը նշում էին, որ լինելու է խաղաղություն։ Իրենք ասում են լինելու է պատերազմ, մենք ասում ենք խաղաղություն է լինելու։ Եվ խաղաղությունը կա հիմա։ Եվ երբ որ վարչապետը ասում է, եթե չունենանք սահմանադրական մեծամասնություն, կլինի պատերազմ, ուրեմն դրա հենքում կան փաստեր, որը առաջիկայում կարծում եմ հանրությանը կներկայացվի։ Բա Քոչյանի դեմ ինչ են հիբրիդային պատերազմ աղում։ Դե ասում եմ, այնտեղ երևի թե խնդիրը 3 միլիարդը չէ, թե 4 միլիարդ է։ Միլիոնի տարբերությունը սովորական մահկանացուի համար այդ թվերը մի փոքր աստղաբաշխական են, կարող է 4-3 միլիարդի մեջ ինչ որ մարդիկ շփոթված լինեն։ Ես դրա էքսպերտը չեմ, չմեկնաբանեմ։ Շատ լավ։ Ով է մեր դեմ մղում հիբրիդային պատերազմ։ Քանի որ մենք ասում ենք սա արտաքին վտանգ է, մարդիկ ասում են հենա արտաքին հետախուզական ծառայությունն ինչ որ տվյալներ գրեց, ասեց որ հիբրիդային եւ այլն, ով, չգիտենք։ Ասում են գուցե Եվրամիությունն է։ Տեսեք, արտաքին միջամտությունը բոլոր դեպքերում եւ բոլոր երկրների պարագայում այն է, երբ որ արտաքին նարատիվները ներթափանցում են մեր մեջ։ Ինչպես դուք ճիշտ նկատեցիք, արտաքին հետախուզության ծառայությունը վերջերս զեկույց էր հրապարակել, որտեղ նաեւ փաստագրված դրվում էր այդ ապատեղեկատվության շղթան, ոչ միայն ապատեղեկատվության, այլ նաեւ հիբրիդային պատերազմի մյուս գործիքակազմը, դա կիբեր որոշակի հարձակումներն էին, այն տեղային գործիքների կրիպտո եւ այլն, այսինքն այն ամբողջ սպեկտրը, որը կա։ Եվ այժմ մենք դիտարկում ենք, թե որ երկրներն են ներառված։ Ես շատ հաճախ իմ հրապարակումներում նշում եմ ցակումնաբանությունը աղբյուրները թե որ երկրներից են հիմնականում գալիս, բայց մեր ներկա ժամանակահատվածում, հատկապես տեղեկատվական փուլում, շատ հեշտ է որ այդ ապատեղեկատվությունը տարածվի դիցուկ X երկրից եւ դոմեյնը գրանցված լինի Y երկրում։ Այսինքն սա շատ հեշտ աշխատող մեխանիզմ է եւ մարդը կարող է անգամ Հայաստանում նստված լինի եւ այսինքն ինչ որ օտար երկրի դոմեյնով տարածված կեղծ տեղեկատվություն լինի։ Մենք հետևում ենք նաեւ այն մեր գործընկերների խորհրդին կամ այսպես ասած փորձին, որոնք նախորդիվ շրջանում առերեսվել են ապատեղեկատվական արշավներին, իգիտություն ընդունելով նաև երկրների սպեկտրը եւ ցանկը եւ տարածման մեխանիզմները, բայց այն որ մենք փոխկապակցված կամ նույնանուն հայլային վերնագրեր տեսնում ենք հայկական մամուլում եւ օտարերկրյա որոշ պարբերականներում մեզ առնվազն մտածելու տեղ է տալիս, առնվազն, թե ինչու է սա նման համակարգված կերպով տարածում եւ շատ հաճախ օրինակ տեսեք, մեկ այդպիսի ապատեղեկատվական արշավի գրող տեղի ունեցավ Վենսի այցի ժամանակ, նույն օրը նույն պահին, ակնհայտ էր, որ պետական լրատվական համակարգը զբաղված է լուսաբանման պայծի, չէ, բարձր մակարդակի այց է։ Եվ նույն պահին այցելության պահին 2-3 ապատեղեկատվական ալիքներ եւ արշավներ տարածվեցին, այստեղ գործի դրվեցին մեր բոլոր հմտությունները, այդ թվում ներքին գործերի նախարարության հմտությունները, որոնք տելեգրամյան ալիքներից հեռացրեցին որոշակի նյութեր, որոնք էլի անվտանգային խնդիր էին ստեղծում, այս դեպքում թիրախավորում էին ընդհուպ դպրոցահասակ երեխաներին, այսինքն ապատեղեկատվության մեջ սպրտում եղավ այդ օրերին, եւ մենք ֆիքսել ենք, որ կարևոր իրադարձություններից առաջ այս արշավը համակարգված է լինելու։ Եվ հավատացեք, այս պայդրությամբ առնվազն մենք բավականին գործիքակազմ ապատեղեկատվությանը դիմագրավելու համար։ Ինչ են անելու Եվրամիության, այսպես արագ արձագանքման խմբերը ընդդեմ քարոզչության հիբրիդային։ Այո, ինչպես գիտեք, Եվրամիության կողմից Rapid Response արագ արձագանքման խումբ է ժամանելու եւ իրենք աշխատելու են մի քանի ուղղությամբ։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք հիբրիդային հարձակումների մասին ու կոնտեքստի, մարդիկ չեն ուզում տեսնել իրականությունը։ Հիբրիդը միայն ապատեղեկատվությունը չէ։ Հիբրիդային հարձակումների ընթացքում դիցուկ ընտրությունների օրը կարող են լինել ինտերնետային խափանումներ, ինչ որ հոսանքազրկումներ, դատաբազաների հետ կապված խնդիրներ։ Այսինքն այս հարցերն են, որ մեր գործընկերների աջակցությանը մենք իհարկե պատրաստ ենք եւ մենք բաց ենք այն բոլոր երկրների հանդեպ, ովքեր որ հիբրիդային հարձակումների դեմ դիմակայունության որոշակի փորձ ունեն։ Նաև դուք գիտեք, որ Եվրամիությունը այս թեմային բավականին հաճախ
անդրադառնում է եւ այս փուլում իրենք կարողությունների զարգացում են նաեւ իրականացնում քաղաքասարակության եւ հատկապես ԶԼՄ-ների համար, որովհետեւ որոշակի աջակցությունը թույլ է տալիս, որ լրատվամիջոցները օրինակ հետաքննական նյութեր, ֆակտ-չեկինգներ պատրաստեն եւ այս դեպքում այդ օգնությունը մեզ համար կարեւոր է, որովհետեւ պետական ապարատը եւ պետությունը չի կարող անդադ հերքողի դերում լինի, որ խոսնակը լուրջ դեմքով նստի եւ առավոտից երեկո ասի այս տեղեկատվությունը կեղծ է։ Հանրային վստահության համար խիստ կարեւոր է, որ այդ ազդակները գան ինչպես քաղաքասարակությունից, այնպես էլ տարբեր լրատվամիջոցներին։ Եվ այստեղ է, որ մեր համընդհանուր ջանքերը պետք է միտված լինեն ժողովրդավարության ինստիտուտների պահպանմանը։ Դա միջամտություն է մեր ներքին գործերին, պնդում անդիմությունը։ Որևէ կերպ ներքին ներքաղաքական խնդրի որևէ միջամտություն չկա, այն որ դա դիմակայունության բարձրացման ցուցիչ է, այո, այն որ մենք պատրաստ ենք եւ բաց ենք համագործակցության համար, այո, այն որ այդ օգնությունը ուղղված է նաեւ ինչպես նշեցի քաղաքասարակությանը եւ լրատվամիջոցների կարողության զարգացմանը, այո, ցանկացած այլ թեզ այստեղ իրականության հետ աղերս չունի։ Շատ լավ, Տիկին Բադասյան, տեսեք, մենք մեր հարցերից սկսեցինք նրանից, որ ես նշեցի FIP-ի բերած հետաքննությունը, հա, այն մասին, որ փաստերից դուք մեն հարթակի, թե ինչպես Իրանի հարձակման օրը սկսեցին թիրախավորել եւ կեղծ թեզեր տարածել TRIP-ի մասին, հա։ Եվ նայում եմ անունները կան, մարդը նստում է, քաղաքական ուժի ներկայացուցիչ է եւ ասում է, որ Իրանը TRIP-ը հետախուզական նշանակություն ունի, ստեղից ամերիկացիները հետախուզելու են Իրանը պետք է հարվածի TRIP-ին եւ այլն, հա, դրանք մեր ազգային անվտանգության դեմ բաներ են։ Հիմա, եթե դուք վերլուծում եք եւ հասկանում եք, որ սա ոչ թե ինչ-որ մի հերթական քաղաքական գործի ցնդաբանությունն է կամ քաղաքագետի տխմարախոսությունը, այլ դուք զգում եք, որ սա համակարգված Հայաստանի անվտանգությունը թիրախավորելու փորձ է եւ եթե դուք վստահ եք, որ դա ապացուցելի է, ինչու պետությունը չի բռնում այդ մարդկանց վզից եւ տանում համապատասխան տեղը։ Ինչու՞։ Տեսեք, ապատեղեկատվության դեմ պայքարի կա մեթոդաբանություն։ Առաջինը դա հերքումն է տեղեկատվության։ Երկրորդը ընդհանուր մեդիագրագիտությունը բարձրացնելը եւ հանրային իրազեկումը։ Երրորդը իրավապահների տիրույթումը։ Այսինքն, երբ որ ապատեղեկատվության տարածման շեմը հատում է թույլատրելիության սահմանը, այսինքն երբ որ այնտեղ տեսնում են հանցակազմ, ես վստահ եմ, որ իրավապահ մարմինները կգործեն։ Ես այս պահին իրավասու չեմ մեկնաբանություն տալ։ Հիբրիդային պատերազմա, դրանից են կողմել հանցագործությունը ո՞նց է լինում։ Ես ասում եմ, այն բոլոր դեպքերում, երբ որ առերևույթ կա հանցակազմ, ես առավել քան վստահ եմ, որ իրավապահ մարմինները գործելու են։ Ես այս բանին չունեմ նման լիազորություն մեկնաբանելու կամ իրավասություն այդ ամենը իմի բերելու, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած դեպքի մասով մանրակրկիտ ուսումնասիրություն է տեղի ունենում նաև մեր գործընկերների կողմից, որոնք աշխատում են իրավապահ համակարգում։ Իսկ նշված դեպքերի առումով դուք ճիշտ եք նկատել, որ տարածող լուրերը, այդ լրատվամիջոցները աֆիլացված են այս կամ այն քաղաքական գործիչների կողմից, որոնց առաջնորդները իդեպ կասկածի տակ են դնում եւ խաղաղությունը, եւ TRIP-ը, եւ ամենուր եւ ամեն պատահի փնտրում են երաշխավորների։ Բայց երբ չկա պատիժ եւ կա միայն հերքում, բարձրացնել այդ ամեն ինչը շատանալու է։ Ես կարծում եմ, որ մենք հույս դնել քաղաքասարակության, Եվրոպական փորձագետների, մեր ժողովրդի մեդիագրագիտության վրա, դա իհարկե լավ բան է, եթե այդ ամեն ինչը զարգանա, բայց եթե դուք ասում եք, որ սա համակարգված գործողություն է, այն էլ դրսից համակարգող եւ ներսից սպասարկվող ուժերի հետ, եւ օրինակ այս TRIP-ի օրինակով շատ լավ երևում է, որ մարդիկ սպասում էին, որ Իրանին հարվածեն եւ սկսեն Հայաստանը ամեն ձև մղել, որ Իրանը պետք է հարվածի Հայաստանին, հա, դա ավելի մեծ սրիկայություն ո՞նց կարելի է մտածել։ Անպատիժ։ Ցանկացած բարագայում ես կարող եմ երաշխավորել, որ ցանկացած հրապարակային հայտարարություն դա հաղորդում է հանցագործության մասին, բայց ընդհանուր իրավական գործընթացները բավականին երկար են։ Այսինքն դիցուք, եթե X գործի մասով այժմ կա նախատեսված քրեական վարույթ, դա որոշակի ժամանակ է տևելու։ Եվ մենք այստեղ արագ գործելու անհրաժեշտություն ունենք, որովհետև եթե կա առերևույթ հանցագործություն, որոշակի գործողությունների տրամաբանություն պետք է դրվի դրա մեջ եւ նախաքննական շրջանում գործառույթներ իրականացվեն։ Դա ես թողնում եմ իրավապահների տիրույթում, ելի կրկնեմ, չեմ կարող դա մեկնաբանել, բայց այն ամենը, ինչը որ ռոպեական հասցեագրում է, պետք մենք չենք կարող ապավինել, որ մեկը խոսել է պետության դեմ ինչ որ մի խոսույթ է ներկայացրել, տեսնենք իրավապահները երբ ինչ կգործեն, դրան պետք է արագ ռոպեական արձագանքում, որովհետեւ դա կարող է ամբողջական եւ համընդհանուր հայտարարության մեջ խուճապ կամ տագնապ առաջացնել։ Իսկ ձեր նշած հայտարարությունը հենց այդ կոնտեքստից է, որպեսզի խուճապ լինի, տագնապ լինի։ Մենք վերջերս ունեցանք դեպքեր, երբ որ ասում էին Սյունիքում կրակում են։ Այն դեպքում, երբ պաշտպանության նախարարը, երբ մարզպետը, երբ պաշտոնատար անձինք դա հերքեցին, բայց իրենք շարունակաբար դա տիրաժավորում էին եւ դա անում են քաղաքական գործիչները։ Միթե անգիտակից։ Վստահ եմ, որ գիտակցված, համակարգված, ուղղորդված եւ ճիշտ իրենց կարծիքով ճիշտ թիրախին խփելով։ Եվ սա է պատճառը, որ արագ արձագանքում պետք է ցանկացած պարագայում։ Իրավապահների գործը թողնենք իրավապահներին, բայց արձագանքումը, կանխումը դա որևէ կերպ չի հակասում կամ չի փոխարինում նախորդ գործընթացը։ Շնորհակալություն։